Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, քաղաքապետարանի իրավաբանական բաժինը շարունակում է ուսումնասիրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հնարավոր ձերբակալության հարցը, եթե նա սեպտեմբերին այցելի քաղաք մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։ Մամդանին հիշեցրել է նախընտրական շրջանում եւս խոստացել էր հետամուտ լինել այդ հարցին, նշելով իր կարծիքով Նեթանյահուի տեղը Հաագայում է։ Նա ընդգծել է, քաղաքային իշխանությունները կգործեն բացառապես օրենքի շրջանակում, իսկ իրավական հնարավորությունների քննարկումները դեռ շարունակվում են։ Միջազգային քրեական դատարանը 2024 թվականին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալության օրդեր էր տվել պատերազմական հանցագործությունների մեղադրանքով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Պարսից ծոցի մի շարք երկրներ խոստացել են ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում, Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկությունն ապահովելու դիմաց։ Նրա խոսքով Վաշինգտոնը շարունակելու է պաշտպանել միջազգային նավագնացությունը, սակայն մյուս երկրներն էլ պետք է մասնակցեն այդ ծախսերին, ֆինանսավորմամբ կամ այլ ռեսուրսներով։ Ռուբիոն նշել է, որոշ ներդրումային պարտավորություններ արդեն ստանձնվել են, իսկ մյուսները դեռ քննարկման փուլում են։ Նա ընդգծել է, տարածաշրջանի երկրների տնտեսությունները կախված են նավթի եւ գազի անվտանգ արտահանումից։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացել Մոսկվայի մարզի ուղղությամբ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով մայրաքաղաքի ուղղությամբ թռչել է ավելի քան 400 ԱԹՍ, որոնցից 85-ը խոցվել են Մոսկվային մոտենալիս։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վոլոբյովը հայտնել է, վնասվել են բնակելի տներ, մեքենաներ եւ մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ։ Տեղական աղբյուրների տեղեկություններով հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել նաեւ նավթամբարում եւ արդյունաբերական համալիրում։ Հարձակման հետևանքով կան վիրավորներ, իսկ դեպքերի հանգամանքները շարունակվում են ճշտվել։ Թրամփը հայտարարել է, Իրանը չնայած ամերիկյան ռազմական հարվածների շարունակում է ունենալ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պաշարներ։ Նրա խոսքով Թեհրանը պահպանել է նաեւ որոշակի արտադրական հնարավորություններ, թեև դրանք զգալիորեն սահմանափակվել են։ Թրամփը հայտարարել է, ԱՄՆ վերահսկում է Հորմուզի նեղուցը, իսկ Իրանը չի վերահսկում իրավիճակը։ Ամերիկյան կողմը պնդում է, գործողությունները շարունակվում են անվտանգության նկատառումներով։ Հունգարիան չի պատրաստվում վերանայել կամ խզել Ռուսաստանի հետ գործող տնտեսական համաձայնագրերը, այդ թվում Պաքշ-2 ատոմակայանի կառուցման եւ էներգամատակարարման պայմանագրերը։ Այս մասին հայտնել են Մոսկվայում Հունգարիայի դեսպանատնից։ Դիվանագիտական առաքելությունը նշել է, մամուլի տարածած հայտարարությունները չեն արտացոլում Բուդապեշտի պաշտոնական քաղաքականությունը։ Հունգարիական կողմը շեշտել է, երկկողմ տնտեսական համագործակցության վերաբերյալ որևէ համաձայնագրի դադարեցման կամ վերանայման որոշում չի ընդունվել։ Դեսպանատունը վերահաստատել է, տնտեսական համագործակցությունը շարունակում է գործող պայմանավորվածությունների շրջանակում։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, Թեհրանը միջնորդներից ստացել է լարվածության թուլացման ուղղված մի շարք առաջարկներ։ Նրա խոսքով ներկայումս առաջարկների մանրամասները չեն հրապարակվում, սակայն հաստատել է նման նախաձեռնություններ արդեն ներկայացվել են։ Բաղային նշել է, դրանք ուսումնասիրվում են իրանական կողմի կողմից։ Նա հավելել է, լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ։ Թրամփը հայտարարել է, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ զրույցում պահանջել է ավելի վճռական քայլեր ձեռնարկել անտարային հրդեհների դեմ պայքարում։ Նրա խոսքով հրդեհների ծուխը հասնում է ԱՄՆ տարածք եւ ազդում ամերիկյան խոշոր քաղաքների օդի որակի վրա։ Թրամփը նշել է, Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Կանադային, սակայն չի բացառայել նաեւ փոխհատուցման կամ նույնիսկ լրացուցիչ մաքսատուրքերի հնարավորությունը։ Նա ընդգծել է, հրդեհների տարածումը պետք է հնարավորինս արագ կանխվի։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, այս խնդիրը երկու երկրների համար դարձել է առաջնահերթ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, պատրաստ է Ֆիլիպիններում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրա խոսքով հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, սակայն ամերիկյան կողմը պատրաստ է նման շփման։ Ռուբիոն հուլիսի 19-ից 23-ը կմասնակցի Մանիլայում կայանալիք ASEAN-ի նախարարական միջոցառումներին։ Այցի ընթացքում նախատեսված է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների հետ։ Սերգեյ Լավրովը եւս կմասնակցի նույն միջոցառումներին Ռուսաստանի պատվիրակության կազմում։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածությունը շարունակում է խորանալ ռազմական եւ դիվանագիտական զարգացումների ֆոնին։ Վաշինգտոնը շարունակում է հայտարարություններ անել Հորմուզի նեղուցի անվտանգության եւ տարածաշրջանում իր ռազմական ներկայության մասին, իսկ Թեհրանը հաղորդում է միջնորդների միջոցով ստացված առաջարկների մասին։ Միաժամանակ Թրամփը հայտարարել է, Իրանը դեռ պահպանում է հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պաշարներ։ Վաշինգտոնը պնդում է, շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը եւ պատրաստ է պաշտպանել միջազգային նավագնացությունը։
Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը հայտարարել է, որ հրաժարվում է ավականու մանդատից ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու պատճառով։ Նա նշել է, որ պաշտոնների անհամատեղելիության հիմքով դադարեցնում է ավականու լիազորությունները եւ շարունակելու է գործունեությունը արդեն խորհրդարանում։ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել երևանցիներին 2023 թվականի ընտրություններում ցուցաբերած վստահության համար։ Նա ընդգծել է, որ վերջին 3 տարիներին Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են կարևոր բարեփոխումներ։ Նրա խոսքով ազգային ժողովում եւս կաշխատի նույն նվիրումով, նպաստելու Երևանի եւ Հայաստանի մարզերի զարգացմանը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ սրբազան պայքարի գործով ներկայացված դիմումի հիման վրա ՄԱԿ-ի փորձագիտական խումբը քննության առարկա է դարձրել ոչ միայն 18 մեղադրյալների գործը, այլև ընդհանուր քաղաքական հետապնդումների համատեքստը։ Նրա խոսքով փորձագետները պետական ռեպրեսիաներից տուժած են համարել առնվազն 109 անձի։ ՄԱԿ-ի փորձագիտական խումբը հայտարարել է, որ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները չեն համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Սողոյանը նշել է, որ սա Հայաստանի դեմ ներկայացված ամենածանր հաղորդակցություններից մեկն է։ Նա նաև խիստ քննադատել է Հայաստանի իշխանությունների արձագանքները միջազգային կառույցներին։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի դեպոյի աշխատակիցները նորոգել եւ շահագործման են հանձնել 3 վագոնից բաղկացած 1 շարժակազմ։ Նորոգումն իրականացվել է մետրոպոլիտենի ընթացիկ վագոնային պարկի հաշվին։ Բացի այդ անցկացվել է եւս 3 միջանկյալ վագոնների կապիտալ նորոգման մրցույթը։ Մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմի թարմացման եւ տեխնիկական վիճակի բարելավման աշխատանքները։ Պետական ավագ դպրոցներում մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտարարագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար։ Այն կշարունակվի մինչև օգոստոսի 2-ը ժամը 24:00 ներառյալ։ Առաջին փուլում կարող են հայտագրվել տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաները, դպրոցի աշխատակիցների երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված սոցիալական խմբերի ներկայացուցիչները։ Օգոստոսի 4-ից կմեկնարկի ընդունելության երկրորդ փուլը ընդհանուր հիմունքներով։ Հայտագրումն ամբողջությամբ իրականացվում է առցանց կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում գործող Ինտերակվա ՍՊԸ։ Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին եւ զարգացման ծրագրերին։ Ընկերությունը տարեկան արտադրում է շուրջ 1100 տոննա ձուկ, աճեցնելով բելուգա, ստերլեց, սիբիրյան թափառ, ծիածանափայլ իշխան, կարմրախայտ եւ գեղարքունի տեսակներ։ Քննարկվել են արտադրության ընդլայնման, ինչպես նաեւ ձկնատեսակների, Եվրոպական միության շուկա արտահանման հնարավորությունները։ Նախարարը ներկայացրել է ոլորտում գործող պետական աջակցության եւ արտահանման խթանման ծրագրերը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հայտարարել է, որ Հայաստանից Իսպանիա ծիրան դեռևս չի արտահանվել։ Նա արձագանքել է մամուլում տարածված տեղեկություններին, թե իբր Իսպանիա ուղարկված հայկական ծիրանը ճանապարհին փչացել է։ Փոխնախարարը շեշտել է, որ նման արտահանում դեռ չի իրականացվել։ Այսպիսով, համացանցում շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պաշտոնյան կոչ է արել չտարածել չստուգված տեղեկություններ։ Իրավագետ Հովիկ Եղիազարյանը ներկայացրել է իր հեղինակած ադրբեջաներեն 1, ադրբեջաներեն 2 եւ ադրբեջաներեն 3 ինքնուսույց դասագրքերը։ Դրանք նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ ադրբեջաներեն սովորել ցանկացող բոլոր անձանց համար։ Դասագրքերում ներառված են լեզվի հնչյունաբանությունը, հիմնական քերականությունը, բառապաշարը, վարժություններն ու երկխոսությունները։ Միաժամանակ գործարկվել է ադրբեջաներեն.com ուսումնական հարթակը, որտեղ հասանելի են դասագրքերն ու լրացուցիչ ուսումնական նյութերը։ Նախագծի նպատակն է ադրբեջաներենի ուսումնառությունը դարձնել ավելի մատչելի եւ արդյունավետ։ Ռուսաստանի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է Կիևում գտնվող ադրբեջանի դեսպանատան շենքը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ դեսպանատան շենքը հայտնվել է զանգվածային հարվածների գոտում։ Ավելի վաղ հաղորդվել է, ռուսական ուժերը Կիևի ուղղությամբ կիրառել են 31 բալիստիկ եւ 12 ցիրկոն գերձայնային հրթիռ։ Հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ, եւս 13-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վնասվել են նաեւ բնակելի շենքեր եւ Լուկյանիվսկա մետրոյի կայարանը։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Դարքովեյնում կառուցվող ատոմակայանի շինհրապարակին։ Իրանական կողմի տվյալներով հարձակումը տեղի ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 3:39-ին, երբ մի քանի հրթիռ է արձակվել օբյեկտի ուղղությամբ։ Հաղորդվում է, այդ գործողությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է եւ դատապարտվել է Վաշինգտոնի քայլը։ Ատոմակայանը կառուցվում է Իրանի հարավ-արևմուտքում եւ համարվում է երկրի կարևոր էներգետիկ նախագծերից մեկը։ ԱՄՆ-ն նույն օրը հայտարարել էր Իրանի դեմ հարվածների հերթական փուլի մեկնարկի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանը պետք է ներառվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում։ Նա կոչ է արել հանրապետականներին համապատասխան փոփոխություն կատարել փաստաթղթում։ Օրինագիծը նախատեսում է Ռուսաստանի դեմ սահմանափակումների ընդլայնում, ինչպես նաև երկրորդային պատժամիջոցներ այն երկրների եւ ընկերությունների նկատմամբ, որոնք համագործակցում են Մոսկվայի հետ։ Թրամփի առաջարկով նույն սահմանափակումների շրջանակում պետք է ընդգրկվի նաև Իրանը։ Այս նախաձեռնությունը ներկայացվել է ԱՄՆ Սենատում քննարկվող նոր օրենսդրական փաթեթի ֆոնին։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, չի պատրաստվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել եւ ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ։ Նրա խոսքով Բելգրադը շարունակելու է հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, անկախ արտաքին ճնշումներից։ Ավելի վաղ Վուչիչը նշել էր Եվրամիության անդամակցության բանակցությունների առաջընթացի կարևոր պայմաններից մեկը Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներին միանալն է։ Չնայած այդ պահանջին Սերբիայի նախագահը վերահաստատել է իր դիրքորոշումը։ Նրա հայտարարությունը կրկին ընդգծում է Բելգրադի զգուշավոր մոտեցումը Մոսկվայի հետ հարաբերություններում։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ռազմական դիմակայությունը շարունակում է խորանալ նոր հարվածների, փոխադարձ հայտարարությունների եւ տարածաշրջանում ռազմական ուժերի ակտիվ տեղաշարժի ֆոնին։ Վաշինգտոնը հայտարարել է շարունակում է թույլատրել Իրանի ռազմական ներուժ, իսկ Թեհրանը խոսում է պատասխան գործողությունների ընդլայնման մասին։ Տարածաշրջանում արդեն թիրախավորվում են ոչ միայն Իրանի ներսում գտնվող ռազմական օբյեկտները, այլև ամերիկյան ուժերի ենթակառուցվածքները հարևան երկրներում։ Միջազգային լրատվամիջոցները զգուշացնում են իրավիճակը կարող է վերածվել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության։ Իսպանիայի հավաքականի ավագ Ռոդրին ճանաչվել է 2026 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ եւ արժանացել ոսկե գնդակին։ Իսպանիան պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակում լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթելով Արգենտինային։ Արծաթե գնդակը ստացել է Լիոնել Մեսին, իսկ բրոնզե գնդակը Կիլիան Մբապեն։ Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Իսպանիայի հավաքականի Ունայ Սիմոնը, որը 8 խաղում բաց է թողել ընդամենը 1 գոլ։ Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ստացել է Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Կուբարսին։ Իրանի ՀՊԿ-ն հայտարարել է բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանի Աքաբահի օդանավակայանում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ինքնաթիռներին։ 15 գործակալության փոխանցմամբ թիրախավորվել են C-17 ռազմատրանսպորտային եւ P-8 ինքնաթիռները։ Իրանական կողմը ներկայացնում է այս գործողությունը որպես ԱՄՆ-ի դեմ պատասխան հարվածների շարունակություն։ Առայժմ Վաշինգտոնը պաշտոնապես չի մեկնաբանել հարձակման հետևանքները։ Միջադեպը տեղի ունենում տարածաշրջանում ռազմական լարվածության շարունակական աճի պայմաններում։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, ավարտել է Իրանի դեմ իրականացված հարվածների հերթական արդեն 9-րդ ալիքը։ Հաղորդվում է թիրախավորվել են իրանական ռազմական հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության եւ առափնյային դիտարկման համակարգերը, ռազմածովային օբյեկտները, ինչպես նաեւ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը։ ԱՄՆ-ի տվյալներով գործողությունների նպատակը Հորմուզի նեղուցում Իրանի ռազմական հնարավորությունների սահմանափակումն է։ Հարվածների ընթացքում կիրառվել են տարբեր տեսակի ռազմական միջոցներ։ Հրամանատարությունը նշել է, գործողություններն ուղղված են նաև քաղաքացիական նավերի անվտանգության ապահովմանը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, երկրի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը հնարավոր է դարձել հետախուզական տեղեկատվության արտահոսքի հետևանքով, որի աղբյուրը մինչ այժմ չի բացահայտվել։ Նրա խոսքով հարվածի ճշգրտությունը ցույց է տալիս, հակառակորդը տեղեկացված է եղել փակ հանդիպումների վայրի եւ ժամանակի մասին։ Արաղչին նշել է, հարձակման օրը գտնվել է այն համալիրում, որտեղ բնակվում էր Խամենեին եւ հանդիպում էր ունեցել նրա վարչակազմի ղեկավարի հետ։ Այդ հանդիպման ընթացքում ներկայացվել բանակցությունների վերաբերյալ զեկույց եւ քննարկվել տարածաշրջանային լարվածությունը։ Հենց այդ պահին էլ նախարարի խոսքով համալիրին հասցվել է հարված։ Washington Post-ը հղումանելով ամերիկացի պաշտոնյային հաղորդում է. ԱՄՆ նախապատրաստվում է Իրանի դեմ հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների։ Ըստ հրապարակման Վաշինգտոնը Եվրոպայից մերձավոր արևելք է տեղափոխում լրացուցիչ մարտական եւ լիցքավորող ինքնաթիռներ։ Պարբերականի աղբյուրի խոսքով ռազմական ներկայությունը ուժեղացում է հատկապես ամերիկացի զինծառայողների զոհվելու մասին տեղեկություններից հետո։ Միևնույն ժամանակ նշվում է, գործողությունների ընդլայնումը կարող է սահմանափակվել հակաօդային պաշտպանության եւ հեռահար զինամթերքի պաշարների կրճատմամբ։ Պաշտոնյան նաև պնդել է, Սպիտակ տունը կարող է ամբողջությամբ տեղյակ չլինել առկա ռեսուրսների սահմանափակումներին։
Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում մասնակցել է Հայաստանի առաջընթացի ուղին խորագրով կլոր սեղան քննարկմանը։ Իր ելույթում նա ներկայացրել է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ընթացիկ օրակարգը եւ անդրադարձել է երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններին։ Դեսպանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների, կրիտիկական հանքանյութերի, կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի եւ արհեստական բանականության ոլորտներում արկա նոր հնարավորություններին։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ տարածաշրջանային զարգացումներին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգեւատրել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով։ Պարգևը նրան հանձնել է մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Միաժամանակ Սիմոն Աբգարյանին շնորհվել է նաեւ ոսկի ծիրանի վարպետ մրցանակը։ Պարգևատրումը եւս մեկ անգամ ընդգծում է աշխարհասփյուր հայ մշակութային գործիչների ներդրման կարեւորությունը։ Հայ շախմատիստները հաջողությամբ են հանդես եկել Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում։ Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ դարձել մրցաշարի միանձնյա հաղթող։ Ֆիդեի վարպետ Մենուա Հակոբյանը եւ Հակոբ Հակոբյանը 7.5 միավորներով զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ հորիզոնականները։ Շախմատի ֆեդերացիան շնորհավորել է մարզիկներին եւ մաղթել նոր հաջողություններ։ Նշվում է նաեւ, որ Ալեքս Սահակյանը ներկայումս զինվորական ծառայության մեջ է։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների կարգավորմանը։ Նրա խոսքով Մոսկվան շարունակում է աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը 2020 եւ 2022 թվականներին եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել նաեւ հումանիտար հարցերի լուծմանը։ Հայտարարությունը հնչել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ռուսաստանի արտգործնախարարը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակել միջնորդական ջանքերը։ Հայկական ծաղիկներն առաջին անգամ մուտք են գործել Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա, մասնավորապես Դուբայ։ Այս մասին էլ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նշելով, որ արտահանման գործընթացը հաջողությամբ ավարտվել է։ Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանության տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանին նախաձեռնությունն իրականացնելու համար։ Նոր շուկայի բացումը կարևոր քայլ է հայկական ծաղկաբուծության արտահանման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։ Այն նաև նոր հեռանկար է ստեղծում տեղական արտադրողների համար։ Երևանի Մուրացյանի փողոցում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի տվյալներով վարույթը նախաձեռնվել է սպանության փորձի եւ հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Կրակոցների հետևանքով զոհվել է 20-ամյա Ֆահե Մկրտչյանը, իսկ 15-ամյա դեռահասը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ, արյան եւ կրակոցի հետևանքներ ավտոմեքենաների վրա։ Քննությունը շարունակվում է, իրականացվում են օպերատիվ եւ քննչական գործողություններ բոլոր հանգամանքները պարզելու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 21-ից 31-ը կգտնվի ամենամյա արձակուրդում։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության կողմից։ Նշվում է, որ արձակուրդը տրամադրվում է 2024-ից 25 թվականների աշխատանքային տարվա շրջանակներում։ Հիշեցնենք, որ այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես արձակուրդում է։ Նրա պարտականությունները ժամանակավորապես կատարում է հենց Մհեր Գրիգորյանը։ Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվելիք շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը։ Մրցաշարը կանցկացվի հուլիսի 20-ից 26-ը եւ կհավաքի շուրջ 80 մարզիկ 17 երկրից։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են մի շարք փորձառու եւ երիտասարդ հրաձիգներ, որոնք կներկայացնեն երկիրը տարբեր մրցաձևերում։ Թիմը մրցավայր կմեկնի Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի եւ մարզիկների գլխավորությամբ։ Հայ մարզիկները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել Մասիս համայնքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։ Ըստ քննության ուժեղ Հայաստան կուսակցության համակիրները նախնական համաձայնությամբ մի խումբ ընտրողներին խոստացել են ընտրակաշառք կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են խոզարկություններ եւ այլ վարութային գործողություններ։ Գործի շրջանակներում արդեն ձերբակալվել են մի շարք անձինք, իսկ քննությունը շարունակվում է։
ԱՄՆ զինված ուժերը շարունակել են հարվածները Իրանի տարածքին, այս անգամ թիրախավորելով Հորմոզգան նահանգի ենթակառուցվածքները։ Իրնայի փոխանցմամբ շաբաթ առավոտյան հարձակման է ենթարկվել 3 կամուրջ եւ 1 թունել։ Տեղեկությունը հաստատել են նահանգային իշխանությունները, նշելով, որ սա ԱՄՆ-ի հերթական հարվածն է տարածաշրջանին։ Գործակալության հրապարակած հայտարարության համաձայն ամերիկյան կողմը շարունակել է ռազմական գործողությունները նահանգի դեմ։ Հարվածների հետևանքների եւ հնարավոր վնասների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Հորդանանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են հաջողությամբ որսացել եւ ոչնչացրել են Իրանի կողմից արձակված 10 հրթիռ։ Երկրի գլխավոր հրամանատարության հաղորդագրությունը տարածել է պետրալրատվական գործակալությունը։ Զինվորականների տվյալներով գործողության ընթացքում մարդկային զոհեր կամ նյութական վնասներ չեն արձանագրվել։ Մասնագետները այժմ աշխատում են հրթիռների բեկորների ընկնելու վայրերում։ Հորդանանի իշխանությունները շարունակում են վերահսկել իրավիճակը եւ հետեւել անվտանգության զարգացումներին։ Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների վարչության տվյալներով ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 16 կիլոմետր խորության վրա։ Նախնական տեղեկություններով տուժածներ եւ ավերածություններ չեն արձանագրվել։ Իրավասու ծառայությունները շարունակում են ուսումնասիրել իրավիճակը եւ վերահսկել հնարավոր հետցնցումները։ Տեղական իշխանությունները բնակչությանը կոչ են արել հետեւել պաշտոնական հաղորդագրություններին։ Վենեսուելան հասանելիություն է ստացել արժույթի միջազգային հիմնադրամում գտնվող իր 346 միլիոն դրամի միջոցներին, երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով։ Այդ մասին հայտնել է նախագահի հանձնակատար Դելսի Ռոդրիգեսը։ Նրա խոսքով գումարը կուղղվի վերականգնման եւ վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաեւ տուժած ընտանիքներին աջակցելուն։ Միջոցները նախատեսվում է օգտագործել բնակարանային ծրագրերի, ենթակառուցվածքների եւ հիմնական հանրային ծառայությունների վերականգնման համար։ Վենեսուելայի իշխանությունները նշում են ֆինանսական աջակցություն կարևոր դեր կունենա աղետի հետևանքների հաղթահարման գործում։ ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող Լարեկ կղզուն, հաղորդում է Իրնան, հղում անելով տեղական իշխանություններին։ Իրանի պետական հեռարձակողի տվյալներով արձակված հրթիռներից մեկը խոցել է ծովային երթևեկության կառավարման աշտարակը։ Նախնական տեղեկություններով զոհեր կամ վիրավորներ չկան։ Լարեկ կղզին գտնվում է Հորմուզի նեղուցի ռազմավարական հատվածում եւ կարևոր նշանակություն ունի ծովային երթևեկության վերահսկման համար։ Միջադեպի մյուս մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Իրանի ԵՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային ականապատ երթուղով անցնելիս 2 նավթատարների վրա պայթյուններ են տեղի ունեցել։ Reuters-ը հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը փոխանցում է. դրանից հետո 2 նավերն էլ բռնկվել են։ Միջադեպը տեղի ունեցել ռազմավարական նշանակություն ունեցող ծովային երթուղում, որն առանցքային դեր ունի համաշխարհային էներգետիկ փոխադրման համար։ Իրանական կողմը դեպքը կապում է տարածաշրջանում շարունակվող ռազմական լարվածության հետ։ Պայթյունների պատճառների եւ հնարավոր զոհերի մասին առայժմ պաշտոնական մանրամասներ չեն հրապարակվել։ Վենեսուելայում տեղի ունեցած կրկնակի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5069-ի, հայտնել են երկրի իշխանությունները։ Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսի հրապարակած պաշտոնական տվյալներով վիրավորվել է 16740 մարդ, իսկ փրկվել է 6462-ը։ Ավելի քան 21000 մարդ շարունակում է մնալ ժամանակավոր ճամբարներում։ Վերջին մեկ օրվա ընթացքում զոհերի թիվը ավելացել է եւս 139-ով։ Իշխանությունները շարունակում են փրկարարական եւ վերականգնողական աշխատանքները աղետի գոտում։ Իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է երկրի զինված ուժերը Բուշեր նահանգում խոցել են ամերիկյան MQ-9 Repair անօդաչու թռչող սարք։ Հաղորդման համաձայն միջադեպը տեղի ունեցել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածների սրման պայմաններում։ Ավելի վաղ նույն հեռուստաալիքը տեղեկացրել էր նաև MQ-11 Rivain տեսակի ամերիկյան անօդաչուի ոչնչացման մասին։ Իրանական կողմը հայտարարում է, շարունակում է հակազդել երկրի օդային տարածքում հայտնվող թշնամական թռչող սարքերին։ ԱՄՆ-ն դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, անվտանգության խորհուրդը չի արձագանքում ԱՄՆ-ի գործողություններին Իրանի դեմ։ Դիվանագետը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում նշել է. Միացյալ Նահանգները թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում կամուրջներն ու երթուղիները։ Նրա խոսքով այդ գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային մարդասիրական իրավունքը։ Իրանը պահանջել է, որ անվտանգության խորհուրդը անհապաղ միջոցներ ձեռնարկի դադարեցնելու ԱՄՆ-ի ագրեսիան։ Թեհրանը նաեւ պնդում է, Վաշինգտոնը պետք է պատասխանատվության ենթարկվի բոլոր խախտումների համար։
Լիբանանի շրջակա միջավայրի նախարար Թամարա Ալ-Զեյնը հայտնել է. Իսրայելի հարձակումների հետևանքով երկրի հարավում այրվել է շուրջ 7000 հեկտար անտառ եւ անտառածածկ տարածք։ Նրա խոսքով 2023-24 թվականներին ոչնչացվել է ավելի քան 5000 հեկտար, իսկ միայն 2026 թվականի հակամարտության առաջին ամսում եւս մոտ 2000 հեկտար։ Նախարարը ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես էկոլոգիական ոչնչացում։ Նա ընդգծել է վնասը հասցվել է ոչ միայն անտառներին, այլև ամբողջ բնական էկոհամակարգին։ Լիբանանի իշխանությունները շարունակում են գնահատել բնապահպանական եւ տնտեսական կորուստների ամբողջ ծավալը։ Թեղուտի պղինձ մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերությունն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս պետքարտուղարության կողմից նշանակվել է նաև Հայաստանով ազդող Թրամփի երթուղու Trip Plus առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին հաղորդում է Ազատությունը։ Հիշեցնենք, ԱՄՆ պետքարտուղարությունը 52-ամյա ֆինանսիստ ներդրող Կոնստանտին Սոկոլովին նշանակել է Սյունիքով անցնելիք ռազմավարական ճանապարհի զարգացման Trip Plus հիմնադրամի ղեկավար։ Սոկոլովը 2024-ին էլ ձեռք էր բերել Viva Armenia-ի 20%-ը։ Հովնան arczepiskopos Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, հայտնել է փաստաբան Արմին Էֆանյանը։ Ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։ Մասնավորապես բավարարելով բողոքը դատարանն արձանագրել է, որ Հովնան Սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման, որի արդյունքում խախտվել են օրինական եւ հիմնավորված դատավարական ակտի արդյունավետ դատական պաշտպանության եւ ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները։ Տիկին Դանիելյանը անկասկած շատ որակյալ արդարադատություն ունի, նշել է Ֆանյանը։ Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Դատարանում այսպես կոչված պաշտպանները պահանջել են չեղարկել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռները եւ արդարացնել իրենց պաշտպանյալներին, իսկ մեղադրյալները հայտարարել են, որ չեն ընդունում իրենց մեղքը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այսպես կոչված տուժողների ներկայացուցիչներն իրենց հերթին դատարանին մեղադրել են անփոփոխ թողնել դատավճիռը, դատական նիստին պաշտպանական կողմի մի շարք միջնորդություններ է ներկայացրել, որոնք դատարան ընդմիջումից հետո բավարարել է մասնակիորեն։ Հաջորդ դատական ֆարսը նշանակվել է հուլիսի 21-ին։ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն դեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Օրբելյանը։ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարին մտել է օրինական ուժի մեջ, որից հետո դադարեցվել է նրա սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակը։ Հրայր Թովմասյանը 2024 թվականի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարարի եղած ժամանակ չարաշահումներ կատարելու մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել, բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդում է իրականացվել։ Սևան ազգային պարկը դատական հայց է ներկայացրել ԵԿՄ նախագահ ՔՊԱ-ական Սասուն Միքայելյանի դեմ։ Սևան ազգային պարկը Միքայելյանից պահանջում է 5.562.731 դրամ։ Թե ինչ գումար է դա, հայցադիմումում չի նշվում։ Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2025 թվականին, ընդունվել է վարույթ։ Այդ տեղեկություններ հայտնի չէ, փոխարենը հայտնի է, որ Սասուն Միքայելյանը ըստ մամուլի հրապարակումների Սևանի ափին ունի տարածքներ, որոնց հետ կապված առկա են քրեական գործեր։ Շիրակի մարզի Բագրավան գյուղում տեղացած կարկուտը զգալի վնասներ է պատճառել։ Կարկտահարության հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տների եւ շինությունների տանիքներ, ծառեր եւ ցանքատարածություններ։ Կարկուտից նաեւ երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել։ Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սարերում է եղել եւ ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասներ է ստացել, հայտնել է Շիրակ կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը։ Ուժգին կարկուտ է տեղացել նաև Շիրակի մարզի Հայկաձոր եւ Լանջիկ համայնքներում։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել եւ շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր եւ Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի հետևանքով խախտվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։ Այս պահին ընկերության մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։ Ասված է ՀԵՑ Փակbaşնետիրական ընկերության հաղորդագրության մեջ։
Երևանում հուլիսի 20-ից 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-ից 24-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ եւ ամպրոպ։ Նշված օրերին երեկոյան ժամերին քամու ուժգնությունը կարող է հասնել 13-ից 16 մետր վարկյանի։ Հանրապետության մի շարք մարզերում հուլիսի 22-ից 24-ին սպասվում են կարճատև անձրևներ եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում նաեւ կարկուտ։ Ամպրոպների ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել մինչեւ 16-ից 20 մետր վարկյանի։